Ես որպես տղա ինձ ավելի շատ երկրի անվտանգության հարցն է անհանգստացնում եւ առաջին հարց երևի ինչ զարգացումներ կան Ղարաբաղյան կարգավորման գործընթացում եւ ուր ենք հասել։ Կարծում եմ, որ վերջին ժամանակներս բավականաչափ դուք տեղեկատվություն ստացաք։ Ես ուղղակի ուզում եմ այդ տեղեկատվությանը ավելացնել հետևյալը, որ ինձ համար միանշանակ է Ադրբեջանի գործողությունների նպատակը եւ այդ գործողությունների նպատակը հստակ միջազգային հանրությանը հասցնելն այն գաղափարը, որ պատերազմը չի ավարտվել, որ ստատուս քվոն անընդունելի է եւ դա կատարվում է ոչ թե պարզապես կրտսեր հրամանատարների կամ միջին հրամկազմի ցուցումով, այլ ամենաբարձր մակարդակով։ Ես մի անգամ ասացի, որ Ադրբեջանի նախագահը դա չի թաքցնում եւ վստահաբար կարող եմ ասել, որ դա այդպես է։ Բայց այս անգամ որոշակի երանգներ կային եւ այդ երանգներից մեկը այն է, որ ադրբեջանցիները լրացուցիչ նպատակներ էին դրել։ Նպատակներից մեկը իհարկե, ինչպես ասում եմ, մեր աչքը վախեցնելն էր եւ իրենց ահռելի ծախսերն արդարացնելը։ Իրենք ուզում էին ցույց տային եւ մեզ եւ իրենց ժողովրդին արդեն որոշակի լրջության աստիճանի, որ իրենք ունեն առավելություն։ Ինչու եմ ասում լրջության աստիճանի, որովհետեւ վերջին 20 տարիներին եղել են իհարկե տարբեր ժամանակաշրջաններում հրադադարի խախտման դեպքեր, բայց երբեք չի եղել օրինակ կրակ ականանետերից, այս անգամ եղավ եւ հաստուցավոր նորմականետերից, այսինքն սա նշանակում է, որ տրամաչափը ավելանում է եւ վտանգը իհարկե մեծանում է։ Երկրորդ, կարծում եմ, որ նրանք իրենց քաղաքականությունն էին առաջ տանում, այսինքն այս առաջինը, եթե իրենց հաջողվեր, ապա իրենք պետք է մշտապես իրենց թեզը ամրապնդեին, այն թեզը, որ ռազմական գործողություններ չսկսելը զիջում է Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացում։ Ծիծաղելի է, բայց փաստ է։ Այսինքն դա փաստարկ չի, դա շանտաժ է ուղղակի, ու նաև տարբեր այլ խնդիրներ են իրենք իրենց առջև դրել եւ երբ որ մեր հերթական հանդիպումներ տեղի ունենում, կարծում եմ, որ իրենք լավ վիճակում չէին։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա մենք 2011-ից սկսած չունենք էական առաջխաղացում եւ Կազանում բանակցությունների ձախողումը Ադրբեջանի կողմից վերջին հանգրվանն է։ Դրանից հետո հաստատում որևէ ուղղում կամ լրացում չի եղել։ Կարծում եմ մեր դիրքորոշումը ձեզ ծանոթ է, նորից չկրկնեմ, մեր ողջ նպատակն է, որպեսզի Ադրբեջանը ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու իրավունք։ Մենք այլ խնդիր չունենք եւ ուզում ենք, որպեսզի դա լինի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե նոր զոհերի գնով։ Եթե իմը բերելու լինեմ, պետք է ասեմ, որ մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են։ Այսքանը։ Պարոն նախագահ, այնպիսի տպավորություն է, որ Մաքսային միությունում կարծես թե ուրախ չեն մեզ տեսնել, հա։ Արդյոք ճիշտ տպավորություն է ստեղծվել, տեղին տպավորություն է կամ որտեղից է այդ տպավորությունը գալիս։ Մաքսային միությունը մի երկիր չի եւ ես ինչ որտեղ համաձայն եմ, այո, այդ կարծիքի հետ, որ երևի թե բոլորը չեն ուրախ։ Մենք փոքր երկիր ենք, խնդիրներ ունեցող երկիր ենք եւ բնականաբար ցանկացած միության անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաեւ այդ միության անդամների համար։
Բայց մյուս կողմից էլ այնպես չի, որ Մաքսային միության անդամները չեն ցանկանում, եթե չցանկանային, ապա ուղղակի վետո կդնեին այս խնդրի վրա եւ խնդիրը ընդհանրապես առաջ չէր շարժվի։ Ճիշտ գնահատականը հետեւյալն է, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, իբր թե մեզ ստիպում են, որպեսզի մենք արագ եւ գլխակորույս դառնանք Մաքսայի միության անդամ։ Ես սա ասում եմ ամենայն անկեղծությամբ։ Եվ ընթացքը, որի համար մեր հասարակության մի մասը մեզ մեղադրում է եւ ասում է ինչու են այսպես գլխապատառ գնում այնտեղ, մեզնով է պայմանավորված եւ ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ պնդումներով։ Այնպես որ նորմալ ընթացք է։ Գիտեք, դա էլ այսպես մեր երկրի զարգացման համար փուլային կարևոր մի շրջան է։ Ակնհայտ է, որ շատ բան է փոխվելու մեր երկրում։ Եվ հանգիստ, հանդարտ, առանց մտավախությունների կամ միասնական ամբողջ հանրապետությունում մեկ կարծիք ունենալը շատ բարդ է։ Կարծում եմ նորմալ է։ Ես որևէ խնդիր չունեմ ոչ այն մարդկանց հետ, ովքեր կոշտ քննադատում են, եւ ոչ էլ այն մարդկանց հետ, ովքեր ամուր պաշտպանում են այս գաղափարը։ Ժամանակը ցույց կտա եւ բոլորը կտեսնեն, թե ով է լինելու ճիշտ։ Ես նոր ողջունում եմ բազեականներին եւ ասում եմ, որ 24 տարի առաջ, երբ որ անկախության հռչակագիրն էր ընդունվում, բոլորը չէին միանշանակ ընկալում, շատ մարդիկ մտավախություններ ունեին, կասկածներ ունեին, բայց փառք Աստծո։ Այսօր արդեն 2014 թվականն է, 24 տարի է անցել եւ չնայած բարդություններին, դժվարություններին, մեր ընթացքը հաստատուն է։ Պարոն նախագահ, Հանրային ռադիո Արինե Գևորգյան, ասում եք փոփոխություններ են մեզ սպասվում, ինչ փոփոխությունների մասին է խոսքը եւ կուզենայի նաեւ անդրադառնալ կառավարության այն հայտարարությանը, երբ վարչապետի պաշտոնը ստանձնեց Հովիկ Աբրահամյանը, հայտարարեց, որ պայքարելու է ստվերի դեմ, խոշորին անպայման բերելու են հարկային դաշտ, հիմա այսպես ասած ժամանակ է խնդրել ստվերի դեմ պայքարելու այդ հարկային դաշտ բերելու համար։ Ընդդիմությունը հայտարարում է, որ դա պարզապես ձախողված է այդ ծրագիրը։ Եվ ինչ եք կարծում դուք այս առումով կառավարության այդ քայլերի ի վերջո ասաց Հովիկ Աբրահամյանը, որ ես կախարդական փայտիկ չունեմ, որպեսզի մեկ օրում այդ ամենը իրականացնեմ։ Երբ կգա այդ ժամանակը իրականացնելու, շնորհակալություն։ Նախ փոփոխությունների մասին մենք հետո կխոսենք, որովհետև նորից եմ ասում, մենք բանակցային գործընթացը դեռևս չենք ավարտել եւ ավելորդ ջանասիրությունը կամ ջանքերը, ավելորդ փաստարկները օգուտ չեն տալիս այդ process-ին։ Ինչ վերաբերում է կառավարության հայտարարությանը, ապա ես կարծում եմ, որ ամեն ինչը նորմալ ընթացքի մեջ է։ Ասել, որ մինչ Հովիկ Աբրահամյանը ընդհանրապես ստվերը ահռելի էր մեր տնտեսության մեջ, ես չեմ կիսում այդ կարծիքը։ Եվ ասել, որ այս ընթացքում այս ուղղությամբ աշխատանք չի կատարվել, նորից չեմ կիսում այդ կարծիքը։ Գիտեք, ցանկացած խնդրի մասին խոսելիս պետք է տրամաբանական մոտեցում ցուցաբերես եւ հասկանաս, թե որոնք են չափանիշները, որոնցով գնահատելու ես այդ process-ը։ Մարդիկ երբ որ ասում են ստվեր կա, կամ ստվերը 70% է, այսինքն որտեղից գիտեն։ Այդ մարդիկ ինչ է, ունեն սեփական վիճակագրական վարչություն։ Միակ բանը կարող են իրենք դատել այդ մասին, իրենց գործնեությամբ, իրենց բիզնեսով, իրենց հարևանների ու բարեկամների բիզնեսով, երբ որ գիտեն, որ իրենք, իրենց հարևանները, իրենց բարեկամները ստվերում են աշխատում։ Հակառակ պարագայում որտեղից գիտեն։ Իսկ ընդհանրապես ամբողջ աշխարհում դա ինչպես է չափվում։ Ամբողջ աշխարհում չափվում է հետեւյալը. համախառն ներքին արդյունքի, որ մասն է գալիս բյուջե հարկերի տեսքով։ Եվ երբ որ մենք մոտ 10 տարի առաջ ունեինք 13% հավաքելիություն, այսօր ունենք 22%։ Հիմա հաշվեք, մեր երկրում ստվերը կրճատվել է, թե ավելացել է։ Սա է ամբողջ իրականությունը։ Իհարկե ես կցանկանայի, որ այդ տոկոսը հասներ 28, 29, 30, ինչպես զարգացած երկրներում։
Բայց իրոք Հովիկ Աբրամյանը շատ ճիշտ է ասում։ Չկա կախարդական փայտիկ, որով շատ կարճ ժամանակում կարելի է դրան հասնել։ Մեր հարևանների մոտ էլ մեծ տարբերություն չկա մեզնից։ Նայեք տեսեք մեր տնտեսությունը ինչքան է զարգացել վերջին 5 տարիներում, ես չեմ ասում շատ է զարգացել եւ մեր համախառն ներքին արդյունքը շատ է ավելացել, բայց տեսեք մեր բյուջեն գրեթե կրկնապատկվել է, բայց ինչպես է լինում։ Բայց որտեղից։ Մենք չունենք այլ աղբյուր բյուջեի համալրման, քան մեր հարկերը ու նաեւ վերցրած մեր վարկերը։ Պարոն նախագահ, բայց տեսեք, մենք խոսում ենք թվերի լեզվով, բայց դրա հետ մեկտեղ ահագնանում է նաև արտագաղթը։ Չենք կարող հերքել, որ այդ փաստը այսօր Հայաստանում չկա։ Ինչ է նշանակում ահագնանալ։ Կարող եք ինձ բացատրել, ինչ է նշանակում ահագնանալ։ Թռիչքային աճում է։ Այո։ Ո՞վ է ասել։ Ո՞վ է ձեզ։ Դատելով հարևանների փակ դռներից, բարեկամների, Այդ տեսնում եք դուք ախր ենթադրություններով եք զբաղվում։ Մենք ունենք վիճվարչություն, որը շատ հստակորեն բոլոր թվերը տալիս է եւ անցյալ տարի կրճատվել է եւ այս տարվա թվերը խոսում են այն մասին, որ այս տարի ել ավելի է կրճատվելու։ Ահագնանալը ո՞րն է։ Գիտեք, ահագնանալը ջրի հոսքի մասին են ասում, երբ որ հեղեղ է սկսում, մի առու է լինում, հետո այդ առուն գետի է վերածվում։ Ահագնանալը ես այդպես եմ հասկանում, հայերեն բառով։ Թվերի լեզվով ենք ասում։ Բայց այո, թվերի լեզվով խնդրում եմ ձեզ վիճվարչության համակարգիչ ունեք այստեղ, կգնաք, կբացեք, վիճվարչության թվերը կնայեք, եւ ես մի անգամ այդ թեմայով ասել եմ, հիմա էլ ավելորդ չեմ համարում շեշտել։ Մենք միայն անցյալ տարի ամբողջությամբ եւ նախանցյալ տարի մասնակի կարողացել ենք ամբողջովին վերահսկել մեր սահմանները։ Մենք մինչ այդ չունեինք համակարգ, որը ավտոմատիզացված կերպով բոլորին ֆիքսում էր։ Իսկ նույնիսկ այդ մոտավոր տվյալները խոսում են այն մասին, որ 90-ական թվականներին շատ մեծ էր արտագաղթը։ Եթե ձեզնից մեկը փորձի ձեզնից ավակներին հարցնել, թե 93-94 թվականին ինչ վիճակ էր, այդ որ հետաքրում եք ձեր բարեկամները ծանոթները, մի հատ հետաքրվեք, տեսեք իրենց բարեկամները ծանոթները ինչ էին այն ժամանակ կարծում։ Բոլորին թվում էր, թե Հայաստանում մարդ չի մնացել։ Հիմա խնդրում եմ շարունակի։ Աղքատության ցուցանիշները նաև դուք ասում եք, որ բարձր է։ Վարչապետն էլ չի հերքում, որ մարդիկ արտագաղթում են Հայաստանից նաև աշխատանք չունենալու պատճառով, գործազրկության։ Բայց նաև մեկ այլ կողմ էլ կա։ Շատերը այսօր եթե գնում են Հայաստանից, վիրավորված են գնում, ասում են, որ օրենքի գերակայություն չկա, անարդարությունից են գնում։ Ես վերում եմ իմ նյութերից ցիտատներ, ում հետ որ զրուցել եմ, այսինքն սովորական բնակիչների։ Դուք համաձայն եք դրա հետ, թե ոչ, ինչ եք կարծում այդ։ Ոչ, ես համաձայն չեմ դրա հետ։ Եվ ես համարում եմ, որ մարդիկ, ովքեր գնում են Հայաստանից, ճնշող մեծամասնությամբ գնում են այն պայմանների հետևից, որոնց ձգտում են։ Եվ արտագաղթը միայն մեզ չի բնորոշ։ Բնորոշ է բոլոր հետխորհրդային երկրներին, այս շատ լավ կլներ, որ այստեղ էլ նա ծանոթանայիք, թե օրինակ Ռուսաստանից, այլ երկրներից ինչքան մարդ է արտագաղթել, բայց դա բնորոշ է նաև մեր Բալթյան երկրներին, Արևելյան Եվրոպայի երկրներին։ Ես խնդրում եմ փորձեք ճշտել, թե 2013 թվականից Ֆրանսիայից քանի բարձրագույն կրթությամբ երիտասարդ է արտագաղթել։ Եվ կտեսնեք, որ դա բոլորին բնորոշ է։ Խնդիրը ինչու՞մն է։ Խնդիրը նրանում է, որ մենք քիչ ենք եւ մեզ համար դա իրոք կրկնակի վատ ազդեցություն ունի։ Բայց մյուս կողմից էլ դուք պետք է հասկանաք նաև, որ ուրիշների համեմատ կա առնվազն երկու լրացուցիչ պատճառ, որը խթանում է արտագաղթը։ Առաջին պատճառը հայկական սփյուռքի առկայությունն է, որ մագնիսի պես քաշում է բոլորին։ Եվ եթե գնացողներին հարցնեք, ուր եք գնում, նրանք ասում են, գնում ենք Մոսկվա մեր ընկերոջ հետ, չգիտեմ, բիզնես դնենք, գնում ենք այստեղ ընկերոջ բարեկամի մոտ եւ այլն։ Սա լրացուցիչ հանգամանք է։ Եվ երկրորդ հանգամանքը կա։ Մենք ունենք չավարտված պատերազմ, կա անվտանգության խնդիր, ծնողները անհանգստանում են
եւ այլն։ Ես կարող եմ այլ լրացուցիչ պատճառներ էլ ասել, բայց չեմ ուզում չարախոսների բերանում լեզու դնել։ Հասկանում եք, որպեսզի վաղը այդ արգումենտները օգտագործեն մեզ դեմ։ Ես նկատի չունեմ մեր երկրի ներսում։ Այնպես որ կա, այդ խնդրեմը կա, բայց ես կատեգորիկ համաձայն չեմ ձեզ հետ ահագնանալու մասին։ Շնորհակալություն։ Ամեկ պլյուս հեռուստաընկերություն։ Իմ հարցը վերաբերում է ներքաղաքական Այո, իրավիճակին խնդրեմ։ եւ հատկապես ընդդիմությանը։ Ընդդիմությունը արդեն մոտ 2-3 ամիս առաջ հայտարարեց, որ աշունը թեժ է լինելու եւ աշնանը խոստանում են շատ մեծ փոփոխություններ եւ հատկապես սեպտեմբերին խոստացել են շատ մեծ հենց իրենց խոսքերով հուժկու հանրահավաք։ Մասնավորապես Հայ ազգային կոնգրեսը նաեւ պահանջում է ձեր հրաժարականը։ Ես ուզում եմ ձեր կարծիքը իմանալ։ Նկատի ունեմ քարյակից հատկապես հենց Հայ ազգային կոնգրեսն է, որ հենց շեշտադրումը դնում է այդ հանգամանքի վրա։ Կուզենամ ձեր կարծիքը իմանալ, արդյոք արդարանան իրենց սպասելիքները եւ դուք ինչ սպասելիքներ ունեք։ Դեք իմ խորը համոզմամբ իշխանության խնդիրը լուծվում է ընտրությունների ժամանակ։ Ուրիշ ժամանակ իշխանության խնդիր լուծել նշանակում է օրենքից դուրս գտնվել։ Այն ինչպես քիչ առաջ ասեցիք, կապված արդարության հետ, օրենքի գերակայության հետ, մենք միշտ վարվել եւ այդպես էլ վարվելու ենք։ Խնդրեմ, դժգոհություն ունեն, արտահայտեն իրենց դժգոհությունը։ Փառք Աստծո, Հայաստանում դժգոհություն արտահայտող մամուլի պակաս չկա։ Ուզում են, որպեսզի իրենց այդ դժգոհությունը ազդեցիկ լինի։ Խնդրեմ, թող փողոց դուրս գան։ Այնպես, ինչպես բազմաթիվ ցույցեր եղել են Հայաստանում։ Ուզում են հանրահավաքներ անեն, բայց ամեն օրենքի շրջանակներում։ Ես չեմ կարծում, որ իրենք էլ կողմենան օրինականության։ Իրենք էլ են ուզում, որ մենք լավ երկիր ունենանք։ Ուղղակի իրենց պատկերացումները տարբերում են մեր պատկերացումներից։ Եվ կցանկանայի, որ իրենք էլ հստակորեն գիտակցեն, որ ամեն ինչը պետք է անել օրենքի շրջանակներում։ Իսկ կարող եք ինձ ասել մի թվական, երբ որ չէին ասում, որ աշունը թեժ է լինելու։ Միշտ ասում են, իրոք դա այդպես է։ Ամառը քաղաքական կյանքը մեռնում է։ Եվ աշունը շատ ավելի ակտիվ է քաղաքական կյանքը լինում։ Բայց նորից եմ ասում, ամեն ինչ չափի մեջ դա մեր երկրի համար շատ լավ եւ միտում է եւ իրականություն։ Մեր երկիրը պետք է զարգանա, քաղաքացիական հասարակությունը պետք է զարգանա, այստեղ որևէ վատ բան չեն տեսնում։ Բայց նորից եմ ասում, պետք է կռվեն գաղափարները եւ ոչ թե ոստիկաններն ու կապստամները։ Անդրադառնալով քաղաքացիական նաև հասարակության, որի մասին նաև դուք նշեցիք, հատկապես այս վերջի շրջանում մոտ 1 տարի է հատկապես ակտիվ է դեմ եմ քաղաքացիական շարժումը եւ պայքարը շարունակում է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ եւ նաև 74 թվականին եւ հետո ծնվածները դարձյալ դժգոհ են նոր օրինագծից, որը կառավարությունը ներկայացրեց։ Արդյոք դուք կնպաստեք կամ կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կփորձի եւս մեկ անգամ անդրադառնալ օրենքին եւ նորից փոփոխություններ անել, որպեսզի այդ դժգոհությունները գնալով մարեն։ Ես չեմ կարծում, որովհետեւ կառավարությունը չի կարող ցանկացած հարցի, այդ թվում նաեւ շատ բարդ հարցի ամեն ամիս անդրադառնալ։ Թե չէ դա լուրջ չի լինի։ Ես կարծում եմ կառավարությունը լրջորեն խորհել է, անդրադարձել է, որոշում է ընդունել։ Այդ որոշումը ստացել է օրենքի նախագծի տեսք, նախագիծը ուղարկվել է ազգային ժողով ընդունել է համապատասխան օրենք։ Ընդ որում դա արել է նոր կառավարությունը։ Ես կարծում եմ, այս առումով մենք ակնկալիք ուրիշ չպետք է ունենանք, առավել եւս, որ իմ տեսակետին կարծում եմ բոլորը ծանոթ եք։ Ես կողմ եմ կենսաթոշակային այն համակարգին, այն բարեփոխումներին, որ նախկին կառավարությունը ներկայացրել էր։ Մենք հարգում ենք քաղաքացիական հասարակության կարծիքը, իհարկե այդ կարծիքը մեր որոշումների վրա ազդեցություն ունենում է, բայց համաձայնեք, եթե որոշում ընդունողները մենք ենք, պատասխանատու մենք ենք, ապա մենք չենք կարող բոլորի կարծիքը
հաշվի առնել առավել եւս որ կարծիքների մեծ բազմազանություն կա։ Որ կարծիքն էլ հաշվի առնենք, միևնույն է դժգոհներ լինելու են։ Պատասխանատուն իշխանությունն է, իշխանությունը ընդունում է որոշումներ եւ այդ որոշումները կատարում է։ Այնուհետեւ ընտրություններից առաջ հաշվետու է լինում իր կատարած աշխատանքի համար, նոր ընտրություններ են լինում եւ եթե այդ ընտրություններում իշխանությունները հաղթում են, ուրեմն այն որոշումները ճիշտ էին։ Այսքան մենք արդեն բավականաչափ ճանապարհ ենք անցել որպես պետություն եւ պետք է կարողանանք արագ անցնել։ Իսկ արագ անցնելու համար մահակ պետք չի։ Հասկանում եք։ Մահակը խանգարում է։ Մենք ինքներս ենք կողմ բաց հասարակության։ Բայց ամեն ինչ չափի մեջ պետք է լինի եւ օրենքով նախատեսված։ Պարոն նախագահ, հարցս վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին։ Կցանկանայի իմանալ տեղի ունեցան քննարկումներ տարբեր, այդ թվում նաև մարզերում, կցանկանայի իմանալ ինչ փուլում է այժմ գտնվում գործընթացը, կան արդյոք որոշակի արդյունքներ։ Գործընթացը ամբողջովին թափանցիկ է եւ վերջերս չեմ հիշում, մեկ ամիս առաջ կարծեմ մենք դրան անդրադարձանք եւ ասացինք, որ ժամանակ է անհրաժեշտ հանձնաժողովին, որպեսզի աշխարհագրությունը ընդլայնի քննարկումների եւ եթե չեմ սխալվում հոկտեմբերին է նախատեսված, որ իրենք պետք է ընդհանրացնեն իրենց քննարկումների արդյունքները եւ ներկայացնեն թե ինչ են արել, ինչպիսի ընթացք է ունեցել եւ ինչպիսի առաջարկություններ ունեն։ Հոկտեմբեր ամսին ես պետք է ստորագրեմ հայեցակարգ եւ այնուհետեւ այս հայեցակարգը պետք է քննարկումների փուլ անցնի նորից, մասնագետները պետք է տեքստ պատրաստեն եւ եթե կանք համաձայնության, այնուհետեւ պետք է որոշում կայացվի, օրենք ընդունվի հանրաքվե անցկացնելու մասին եւ եթե հանրաքվեն դրական արդյունք կունենա, ուրեմն մենք կունենանք նոր սահմանադրություն կամ սահմանադրության փոփոխված տարբերակներ։ Ես ուզում եմ ավելացնել երկու բառ կապված ընթացքին բանակցությունների եւ ռազմական գործողություններին։ Ես երբ որ Սոչիից ասեցի, որ ես մեր բանակի հաջողությամբ ես ոչ թե ուրախանում եմ, այլ հպարտանում եմ, եւ սա իրոք իրականություն է եւ իմ ուրախությունը ամենամեծ ուրախությունը կայանում է նրանում, որ մեր ժողովուրդը հավատաց իր բանակին, վստահեց եւ դրանից բանակի ուժը կրկնապատկվեց։ Այս է, այ բանակը այդպես պետք է լինի։ Ես չեմ կարող մտաբերել կամ նշել աշխարհի որևէ բանակ, որ չունի իր ժողովրդի վստահությունը եւ մարտունակ է։ Միայն սպառազինությունը, միայն քանակը, միայն դրամական միջոցները բավարար չեն, որպեսզի ունենաս մարտունակ բանակ։ Մեր տանկիստների ելույթը շատ բարձ դրա մասին է խոսում։ Շատ բարձ։ Այլ կարծում եմ մրցումներ էլ կլինեն եւ այն ժամանակ էլ կտեսնենք։ Գոնե դուք համոզվեցիք, որ ես տարիներ շարունակ ասում էի, որ մենք ունենք հոյակապ բանակ, հրաշալի տղաներ, մարտունակ, մի բան էլ անհավասար պայմաններում մեր տղաները հաղթել են։ ինչու անհավասար։ Որտեվ իրենք 18 տարեկան զինծառայողներ են եղել, իսկ նրանք պայմանագրային։ Ուրեմն ուզում եմ ձեզ ասել, որ ամենալավ կռվողները երիտասարդներն են։ Ես իմ փորձից եմ ասում։ Ակարինն են։ Ակնհայտ է։ Ամբողջ աշխարհում էլ այդպես է։ Իհարկե, փորձառու հրամանատարը պարտադիր պայման է, բայց երիտասարդը ուրիշ բան է։ Դա է ասում անհավասար պայմաններում 1400 ձիարուր է եղել։ Այդ Տանկինը մերը 700։ չի էլի, այսինքն դե հիմա մենք դատապարտված ենք այդպես լինելու։ Պարոն նախագահ, նայում նման հավաքները վստահ եղեք, որ նպաստում են, որպեսզի մեր երիտասարդության մեջ ոգին ամրապնդի։ Ես վստահ եմ, նորից եմ ասում, դրա համար իմ մեջ չարություն չկա։ Որևէ լրատվամիջոցի նկատմամբ, նույնիսկ այն լրատվամիջոցի, որ ամեն օր ուղղակի թույն է թափում իմ հասցեին, անկեղծ եմ ասում, չարություն չկա իմ մեջ նրանց նկատմամբ։ Մեկ-մեկ խղճում եմ, որովհետև իրենց կամքով չեն անում, չէ՞ դա։ Լինելով բազայում մենք հասկացանք, որ նման
միջոցառումները պարզապես պարտադիր են երիտասարդության համար, որովհետև այստեղ եւս մեկ անգամ բանակի հետ կապված վստահությունը, իրար հետ մտերմությունը եւ սահմանամերձ եւ Երևանաբնակ իրար կապելու այս մեծ նպատակին է ծառայում եւ ցանկանանք, որպեսզի նման հավաքները իրենց շարունակությունը պարզապես ունենան։ Դա անհրաժեշտություն է։ Ես շատ եմ լինում մեր համայնքներում, նկատի ունեմ Սփյուռքում եւ այլն, շատ գործարարներ են գալիս Սփյուռքից եւ մշտապես ինձ հարցում են ինչ անենք։ Ես ասում եմ նվազագույնը խնդրում եմ այնպես անեք, որ ձեր համայնքի ներկայացուցիչները, ձեր ենթականները, ձեր աշխատողները գոնե մի անգամ գան Հայաստան։ Գոնե մի անգամ գան 2-3 օր ապրեն եւ տեսնեն նախ իրականությունը եւ երկրորդ ես վստահ եմ, որ այդքան չարախոսելուց, այդքան բամբասանքներից հետո իրականությունը 10 անգամ ավելին է լինելու լավ, քան իրենց պատկերացումները Հայաստանի մասին։ Հիմա էլ նույնն էլ ասում եմ լրատվական դաշտի բոլոր ներկայացուցիչներին, թող տարի մի անգամ, երկու անգամ գնան Ղարաբաղ, գնան տեսնեն այդ կրակի բերանում ապրող մարդիկ ինչպիսի լավատեսություն ունեն, մտնեն մեր զորամասեր եւ այն ժամանակ կյանքը շատ ավելի հետաքրքիր է լինելու։ Դες չարությամբ ոչինչի չես կարող հասնել։ Ինձ համար աշխարհի ամենավատ բաները չարությունը, տգիտությունը եւ նախանձն են։ Դրանք շատ վատ բաներ են։ Եվ այսպիսի հատկություններով օժտված անհատականությունը երբեք չի կարող ճիշտ որոշումներ կայացնել, ինչքան էլ խելոք լինի, քանի աստղ էլ նրա ճակատին լինի։